հնչում է որպես բարեփոխում, որպես սոցիալական առաջընթաց, բայց իրականում սա ունի շատ ավելի խորքային պատճառներ։ Այս վիդեոյում մարքսիստական տեսանկյունից կտեսնենք, թե ինչու է Փաշինյանի քաղաքականությունը ռեֆորմիստական, ինչու է դա խնդիր աշխատավոր դասի համար, եւ ինչու են լիբերալ ու կոնսերվատիվ ընդդիմությունները բացարձակ անկարող իրական այլընտրանք դառնալ։ Կապիտալիստական համակարգը երբեք չի գործում առանց ճգնաժամերի։ Երբ ճգնաժամը մոտենում է, իսկ աշխատավոր դասի դժգոհությունը բարձրանում է, մի պահ է գալիս, երբ հեղափոխությունը դառնում է իրական հնարավորություն։ Եվ հենց այդ պահին իշխող դասակարգը գործի է դնում ռեֆորմիզմը։ Պարզ պետք է լինի մի փաստ, որ էթիոլոգիապես ռեֆորմիզմը ու հեղափոխությունը տարբեր ուղիներ են, եւ որ ռեֆորմիզմի քաղաքականության հիմքում ընկած են հեղափոխության կանխումը, վատ տրամադրության մեղմացումը, իսկական պայքարի սպանումը։